Մեր այս խելքը, որ բերել ենք դրել, որ գանք ասեք, մեկ կես բերան, ասում եք մանկապարտեզ չկա, համայնքի ղեկավարը գալիս ասում է 600 միլիոնով սարքում ենք, ասում է բակը չկա, ասում են մրցույթը հայտարարված է։ Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանի թեժ վեճով ավարտված քարոզչական այցից հետո Ձորակապի գյուղամեջում հավաքվածների քննարկման թեման այսօր նորից մանկապարտեզներ։ Վարչապետին շատ զայրացրած տղամարդը Շիրազ Աբրահամյանը հավաքվածների մեջ էր։ Ես գիտեի, որ պիտի կար տեղի գնաց, տարայեկը հացա դեղ որ եկել էր դեղ։ Մոդեցա հարցրեցի։ Վարչապետ ջան, ինչ կեր, խնդրում եմ, մի հատ մանկապարտեզ սարքեք։ Ինքն էլ տարավ Ծարիբեգյանն էլ է դեղ համայնքապետը, սա ինչ է լինում այդ բանը, սա ներքևը սարքում ենք։ Ըստ ներքևը սարքում ենք Ծարիբեգյան ջան, երեխակա ոչ մեքենա ունի, ոչ բան ունի, գրգով տանը բերում են։ Սա մեքենա գտնենք արդեն գյուղի մեջ է ֆռա, տան երեխան ծառավոտ տանի, գվան կբերի։ Խոշորացված անի համայնքի մեջ մտնող Մարալիկն ու Ձորակապն իրարից նույնիսկ փողոցով չեն բաժանվում, այլ ընդամենը ցուցանակով։ Մի համայնքն ավարտվում ու միանգամից մյուսն է սկսվում։ Ձորակապը պարզվում է երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Ու եթե այստեղ մանկապարտեզ կառուցվեր, ապա ըստ շինարարական նորմերի, որպես գյուղական բնակավայրի, մանկապարտեզը պետք է 500 մետր շառավիղ ունենար բնակելի տներից։ Հիմա մի մանկապարտեզ կառուցվում է, բայց ոչ թե Ձորակապում, այլ նորից Մարալիկում 150 երեխայի համար, եւս մեկը 120 տեղանոցն էլ այս պահին գործում է։ Հերթի մեջ 70 երեխա կա, այդ թվում մոտ 1300 բնակիչ ունեցող Ձորակապից։ Շիրազ Աբրահամյանը թեև տանը մանկապարտեզ հաճախող երեխա չունի, բայց պատմում է, որ գյուղից մարդիկ մեծ դժվարությամբ են երեխաներին մանկապարտեզ հասցնում։ Ամեն օր տեսնում եմ, քանի հոգի երեխան ծերը բռնած, յորպա երեխա ծերը բռնած։ Միջև Մարալիկ տանում են բան։ Մանկապարտեզ։ Երեխանց տանում են մանկապարտեզ, որ մանկապարտեզ հասակում արդեն իրանք կրոն բանեն են էլի բացվին, դպրոցը լավ սովորին, սարն էլ ուզում են որ երեխան կդում գրագե դերնի, լավ սովորի։ Դրա համար է ծերը բռնած է ղյամուտում տանում բերում են։ Դա բար, թե չէ ուրիշ ոչ մի բան։ Նույնը նաև վարչապետին էր փոխանցել, թե 3-ից 4 կիլոմետր ինչպես գյուղից գյուղ երեխա տանեն ու հետ բերեն։ Երեխան գլկով ինչ բերեն հանցնեն, բիրևից միջը բերեն։ Եղբայր, լսեք, այդ 3 կիլոմետր, մի րոպե, այդ 3 կիլոմետրը որ չեք ասում, Երևանում 3 կիլոմետր չեն տանում ժողովուրդը։ Վարչապետը վրտովա, սա ես 6 կիլոմետր էի տալեմ, զի վարչապետ ճատուկ 6 կիլոմետր տրանսպորտով էի տալում, Երևանի մեջ տրանսպորտ է աշխատում, այստեղ չի աշխատում։ Փաշինյանը հավաքվածներին նախատել էր, թե ավելի շատ իր Դուբայում տուն ունենալու մասին սուտ լուրերն են քննարկում, քան թե տեղյակ են, թե իրենց համայնքում ինչ են կառուցում։ Վարչապետը նեղացավ, երբ իմացավ, որ Մարալիկում նոր մանկապարտեզ է կառուցվում։ Կառավարությունը որոշում են կացրել 600 միլիոն դրամ հատկացրել ենք։ Հիմա բաց են կարևոր չսարքենք։ Ուրախ չեք, չի զգացվում որ խախեք, չի զգացվում։ Իսկ ինչու հենց Ձորակապում մանկապարտեզ չի կառուցում, Հայաստանում 500 մանկապարտեզ կառուցելու կամ վերանորոգելու խոստում տված իշխանությունը։ Անի խոշորացված համայնքի ղեկավար ՔՊ-ական Արման Սարիբեկյանը հարցազրույցից հրաժարվեց, բայց բանավոր պնդեց, թե նախ Ձորակապում մանկապարտեզ կառուցելու խոստում չի տրվել, հետո էլ թե գյուղում ազատ հողատարածք չկա, իսկ ինչ որ տարածք գերակաշահ ճանաչելու ու դրա դիմաց վճարելու համար բյուջեում փող չկա։ Ըստ համայնքապետի տեղական բյուջեում նաև գումար չկա նոր մանկապարտեզի աշխատակազմի համար։ Մարալիկի մանկապարտեզ Ձորակապցի մոտ 30 երեխա է հաճախում, մնացածն էլ իրենց հերթին են սպասում։ Չնայած Փաշինյանի զայրույթին ու ՔՊ-ական համայնքապետի հավաստիացումներին, թե Մարալիկի 2 մանկապարտեզներով Ձորակապի երեխաների հարցն էլ կլուծվի, Ձորակապում դեռ հույս ունեն, որ իրենց գյուղում մանկապարտեզ կկառուցվի։ Չի եղել երբեք Ձորակապում։ Չէ, Ձորակապում չի եղել, մենք խոստացել ենք սարքին։ Ով է խոստացել։ Ով դի խոստանա։ Օրսեմ Ալիևը կավադաս, դիգոլա։ Խոսք են տվել արդեն կեղնի։ Հենց Ձորակապում։ Այո, Ձորակապի, այստեղ մի հատ կարմիր չենք կա։ Էդի դիվերսիոն են սարքեն մանկապարտեզ։ Արդեն խոստացել են։